Շուշիի Արամ Մանուկյան ճամբարն է։ 3 շաբաթվա ընթացքում ճամբարը 415 մասնակից է ունենալու։ Խմբում ընդգրկված են 6-ից 13 տարեկան երեխաներ։ Յուրաքանչյուր խումբ այստեղ հանգստանում է 7 օր։ Բարեգործական ծրագիրը Հայդուկ եւ Աիդա Շամալյաններինն է։ Շուշին նախինքնին հատուկ նշանակություն ունեցող քաղաք է։ Ոչ թե միայն պատմական իմաստով հայոց պատմության մեջ, այլ նաև ազատագրման, Արցախի ազատագրման գաբակցությամբ խորհրդանիշ է, հաղթանակի խորհրդանիշ է։ Թեկուզ գիտենք, որ չվերջացավ պատերազմը Շուշիով, այսօր ալ չվերջացած, բայց հաղթանակը սկսվեց երևի Շուշիի ազատագրումով։ Ուրեմն այդ հատուկ նշանակություն ուներ մեզ համար եւ ժողովրդի կացությունը վիճակը Շուշիի մեջ նկատեցինք, որ աշխարհի այլազան անգյուններ, վայրեր, հայեր կան, որ ունին այլազան տեսակի գարիկներ, դժվարություններ ամենքում, թե Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում, արտասահմանում, բայց այստեղ մեր գարզիկով, մեր փորձառությամբ տեսանք, որ մի քիչ ավելի սուր են։ Արամ Մանուկյան ճամբարի պարապմունքների հիմքում մշակույթն է, արվեստը, ազգն ու հավատքը, դաստիարակչական ու զվարճալի, կրթական ու մարզական խաղեր, ճաշ, ձեռքի եւ գեղարվեստական աշխատանքներ։ Կազմակերպիչները փորձում են երեխաների ամառային հանգիստն ուղեկցել նոր գիտելիքներով։ Ծրագիրը մշակված է հիմնականորեն ազգային սկզբունքների վրա։ Իրենք ամեն մի աշխատանք կամ ինչ խաղ որ գանեն ազգային թեմայով է, ազգային հայրենասիրական պատգամ կփոխանցե իրենց ատբացադրությունները, որ գուտանք իրենց ծերարվեստի գործերի ընթացքում, օրինակի համար կպատրաստեն իրենք այս տարի պատրաստեցին դրոշներով հավերժության նշանը եւ իմաստն այն էր, որ հայրենիքը հավերժական է, գոյություն ունեցած է, սկզբից ի վեր Հայաստանը միշտ կա, միշտ պիտի մնա եւ այսպիսի դարբեր տեսակի աշխատանքներ կունենան ամեն օր։ Ճամբարի առօրյայի նաև լույս հիմնադրամի կրթաթոշակառուներն են մասնակցում։ Երեխաների զարգացման ծրագիրը բնապահպանությանն է ուղղված։ Ուսանողները կարծում են, որ հետաքրքիր ժամանցի է այն նաև մաքրության կոչ է լինելու փոքրիկներին։ Երեխաները բնապահպանության թեմայի հետ ինչ-որ մի բան պետք է նկարեն։ Հետո մենք պետք է ընտրենք նկարներից, որոնք համապատասխանում են ավելի ֆորմատին։ Քաղաքապետի հետ, բոլորի հետ, մշակույթի նախարարության հետ խոսել ենք այստեղ։ Ուզում ենք այդ նկարները, այսպես ասած, տեղադրել, ներկել, նկարել այդ նույն ձևով փոքր աղբամանների վրա, այսինքն համ ոնց որ առաքելությունն է, հա, այսպես ասած, падգամն է ոնց որ հասկացվում, որ երեխաները անցնեն, տեսնեն իրենց նկարը այդ ամանների վրա, ու դրա մեջ արդեն հոգեբանական մի այլ ֆակտոր կա, որ աղբը պետքա գցել արդեն աղբամանի մեջ։ Կանադահայ ամուսիններն Արցախում առաջին անգամ 2004 թվականին էին։ Ընտանեկան ծրագիրը կազմակերպում են 11 տարի անընդմեջ։ Սկզբում ճամբարը ընտանեկան միջոցներով էր։ Ծավալների հետ բարեկամների ու ընկերների աջակցությունն են ստացել։ Մենք Գիլիգիո շրջանից ենք, Գիլիգիայից ենք, ես ալ դիգինս ալ, մեր երեխաները բայց արդեն ծնվել են Կանադայում, մենք ծնվել ենք Լիբանանում, բայց շատոնց 30 տարի է չենք գապ չունենք Լիբանանի հետ, բայց անդեղ ծնած ենք, հիմա փոխադրվել ենք Կանադա, մենք չենք վերադարձել։ Անգե առաջ հավանաբար Արևմտյան Հայաստանից, Վանի շրջանից ապաներ ունենք, արմատներ ունենք, բայց երևի իմ մեր նոր արմատները այստեղ են։ Ուզում ենք մեզ կգոչեն արցախցիներ Սփյուռքի մեջ, մեզի համար ամենամեծ բադիվն է, ամենամեծ վարձատրությունն է, որ մեզ շփոթեն ցեվում Արցախի հետ, արդեն երբ որ գմտնենք մի գետրոն եւ գլսենք, որ ասոնք անոնք են, որ Արցախ գերտանգուկան, շատ կհբարդանանք ճակատնից բարձր կգալենք։ Ճամբարը Հայդուկ եւ Աիդա Շամալյանները Բերդաքաղաքում շարունակելու միտում ունեն։ Սկզբից 11 տարվա ծրագիր չէինք մշակել, ասում են, կապվել են Շուշիին ու քաղաքի մանուկներին։ Նարեկ Սահակյան, Աշոտ Գասպարյան, օր։